Երբ որ ժողովուրդը գերտա Հիսուս լերգը բարձրանա, գաղութը հետո գեսկիշերին քալելով իր աշակերտներուն կհասնի։ Զովը ալեգոծը չեն գնար հարաճանալ, ալիքները և փոթորիկը հագարակ է իրենց ընթացքին, և երբ որ Հիսուս կմոտենա իրենց, այս կիսամութին մեջ չուրին վրա քալեցով մեկը դեսա զադենը մեծապես կվախնան, կգարձեն, որ ուրվագան մնա, ուրվագանները միշտ կվախցնեն մարդը, և Հիսուս կմոտենա և կսե, որ մի վախնակ ես եմ, երբ որ Հիսուս նավակ կնստի, ամիջապես փոթորիկը կթատրի, ալիքները կթատրին և մեկեն մեկ կհասնին իրենց երթալիք տեղը։ Ուրեմն այսօրվա ավետարանը այսպես է, հրաշքի մասին է հարգավտ է, թեպքը հրաշքի մասին է, սակայն սուրբերը, ավետարանի մեկնիչները մեծ կարևորություն տված են նաև այս թեպքին, այս հրաշքին այլապանական, փոխաբերական իմաստներուն։ Ուրեմն մենք ալ պիտի խոսենք անոնց մասին։ Նավը մեծ սիմվոլ է և անոր մասին պետք է խոսենք։ Նավը և նավակը մեջը մարդիկ կան և իրենց ցամաք կդանին զովեն անցնելով։ Այս նավը կամ նավակը մեր կյանքն է, մեր անձնական կյանքն է, զովը այս աշխարհն է, զովին վրա փոթորիկները, ալիքները մեր կյանքին, մեր առջև դրած դժվարություններ են, դիմացի կողմը Աստծո արքայությունն է, որ պետք է հասնենք։ Հետևաբար մեր նավակին, այսինքն մեր կյանքին մեջ Հիսուս պետք է ըլլա։ Ուրեմն նավակը անհատապես մեր կյանքն է, իսկ հավաքաբար նավակը եկեղեցին է։ Եկեղեցին ալ նավն է, անորամար եկեղեցին սիմվոլն է նավը, իր վրան խաչը և իր արաքածները բացած։ Ասիկա նաև միջ եկեղեցական հարաբերության խորհրդանիշն է։ Ուրեմն եկեղեցին Նոյի դաբանն է, ինչպես որ Նոյին դաբանը բոլոր ապրողները իր մեջը փրկեց, այդ ջրհեղեղեն նավակին մեջ մտնողները փրկվեցան, եկեղեցին ալ այդպես Քրիստոսի խաչով միասին Նոյի դաբանն է։ Եկեղեցիով մենք կփրկվենք։ Առանց եկեղեցի ոչ մեկ մարդ չգրնար փրկվել։ Հոստե եկեղեցին հարգավ գլխակիրով կգոչենք, որ Քրիստոսի մարմինն է, Քրիստոսի միստիկ մարմինն է, ամեն մգրդված անձ այդ մարմինին մեկ մասը կդառնա և Քրիստոսը դեսակը մեր մեջը գաբրի, մենք բոլորս անոր մարմինի փչիչներուն բեսենք։ Մեր մարմինը ոչ մեկ փչիչը չգրնար գոյություն ունենալ մեր մարմինեն դուրս։ Մեր մարմինեն դուրս ելազադենը գմերնի։ Այնպես որ Հիսուս ասավ, ես եմ որդադունգը, դուք եք իմ ջուղերս, եթե իմ վրաս մնաք բդու գուդակ, եթե բդու չեք տար գգդրվիք և գրակ կնետվիք։ Ուրեմն եկեղեցին նաև նավն է։ Եվ այս աշխարհի մեջ եկեղեցին կընթանա, մինչև Քրիստոսին քալուստը հավատացյալները բահե և պահպանե։ Անորամար բադարակի սկիզբը սարգավակը կգոչե Սուրբ եկեղեցիավ սաղաչեց սուքստեր։ Զիս սովա փրկեցես մեզ մեղած և Եսուսե շնորհի ողորմության յուրով ամենագալ դեր Աստված մեր գեցո և ողորմյա։ Ինչը ասել է Սուրբ եկեղեցիավ սաղաչեց սուք։ Սուրբ եկեղեցիով միասին աղոթենք, որպեսզի անով, այսինքն եկեղեցիով
դերը փրկեմես եւ ապրեցնա։ Ուրեմն այս երկու իմաստները կան նավագի եւ ես կուզեմ այս երկու իմաստներու մասին ալ, այսինքն որպես անհատ քրիստոնյա մենք եւ որպես եկեղեցի մենք այս թեփքը, այս հրաշքը ինչ այլապանական իմաստներ կգրե մեզի համար։ Ուրեմն նավակը, որուն մեջ Քրիստոս չկա, եւ փոթորիկներ կան եւ չեն գնար այդ փոթորիկները անցնել։ Խոսքը շարունակել առաջ, փագակից մփանամ եւ խոսին քիչմը Քրիստոսի ներկայության մասին մեր կյանքին մեջ։ Քրիստոս, Աստված, հոգևոր իրականություններ մեր կյանքին մեջ կրնա գտնվել որպես հիշադակ, որպես ճշմարտություն։ Այսինքն, երբ որ Հիսուս նավագին մեջ չգար, բայց Հիսուսի հիշադակը գար աշակերտներուն մեջ։ Հավատք ունեին Հիսուսի վերաբերյալ, բայց Հիսուս չգար։ Հիսուսի հրաշքի մասին գխոսեին իրարու միջև, ինչպես 5000 հոգին 5 հացով գշտացուց, բայց Հիսուս չգար հոն։ Հիսուսի հիշադակը գար, բայց Հիսուս իրենց հետ չէր։ Ուրեմն ասիգա հավատքի դեսակը եւ հավատքի որակն է։ Մենք ալ գրնանք Հիսուսի հիշադակը ունենալ, Հիսուսի խոսքերու հիշադակը ունենալ, Հիսուսի հրաշքներու հիշադակը ունենալ, մեր կյանքներս, մեր հավատքի կյանքներս եւ Հիսուս չունենալ։ Ինչ է տարբերությունը? Տարբերությունը շատ է։ Եթե Հիսուս չգա նավագին մեջ, փոթորիկներուն չես կրնար թիմանալ։ Բայց եթե Հիսուս կա նավագին մեջ, փոթորիկները կթատրին եւ արդեն թուն երթալիք տեղը կհասնիս։ Իսկ Հիսուսի ներկայությունը մեր մեջը ինչ ասել է, հիշադակը ինչ ասել է, սա տարբերությունը կա։ Քուլուխդ կծավի եւ գիտես որ եթե ասպիրին առնես, քուլուխդ ցավը պիտի անցնի։ Հիմա քուլուխս ցավը պիտի անցնի հիշադակ մնա։ Թերի հիշադակ մնա։ Ասիգա գփրգե ինձ չփրգեր։ Բայց լավ է, որովհետև անիգա հիշելս սելե որ գրնամ ասպիրինին երգարիլ եւ գրնամ ասպիրին առներ։ Բայց մինչեւ որ ասպիրինը իմ մեջս է չոքներ ինձ։ Քրիստոսն ալ այդպես է։ Իմ թուրսս Քրիստոսը ինձի չոքներ։ Քրիստոսի հիշադակը պետք է ինձի հիշեցնե, որ Քրիստոս պետք է իմ կյանքիս մեջ մտնե, պետք է իմ կյանքս փոխե, պետք է նորոգվեմ ես։ Ուրեմն ասիգա առաջին նպատակն է մեր կյանքին։ Շատ լավ, ինչպես պիտի իմանամ, որ իմ ներկա կյանքիս մեջ ես ունեմ Հիսուսի հիշադակը, թե Հիսուսը ամփոչ գաղանթի ծնունդի դոնի բացմությունը մեկ բանով մեզի գխոսի Հիսուս կծնի ոչ թե Հիսուս ծնած է Հիսուս կծնի մեր մեջն ալ կծնի միշտ կծնի մեր սիրտը այն ախորն է որուն մեջ են Հիսուս կհաջի ծնել նույնիսկ մեր մեղքերով միասին եւ այդ ախորը գլուսավորը Հիսուս կծնի։ Ասիգա ինչպես ասենք փանաստեղծական խոսք չէ, որովհետեւ երբեմն մարդիկ կսան չէ մեր սիրելին մեռած է, բայց մեր մեջը գաբրի։ Չէ, քու մեջդ գաբրող անոր հիշադակն է, այդ քու մեջդ չաբրիր։ Երբ որ փանաստեղծը որ վախճանած է, կամ քրոմը անոր մասին գխոսվի, կամ հերոսը անոր մասին գխոսվի եւ հետո
խոսնակներ գսան որ ան մերած է, բայց մեր մեջը գաբրի, չէ, քու մեջը չաբրիր, քու անոր հիշադակը ունիստուն, բայց Քրիստոսը այդպես չէ, Քրիստոսը ճիշտ մեր մեջը գրնա ապրիլ, ճիշտ մեր մեջը գրնա մտնել, եւ եթե Հիսուս մեր մեջը չմտներ, անոր մասին մեր բոլոր քիծածները, անոր վերապերյալ մեր բոլոր հավատքը միայն հիշադակ է, Հիսուսն ալ մյուս մարգարեներու, մյուս փանաստեղծներու, մյուս վարդապետներու շարքին է։ Մենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ալ գհիշենք, Մեսրոպ Մաշտոցն ալ գհիշենք, բայց անոնք մեր մեջի չեն ապրիր։ Բայց Քրիստոս կապրի, մեր մեջի կապրի, որովհետև Հիսուս սա որ եթե մեկը գսիրե ինձ, եւ իմ խոսքերս կփռնե, ես եւ հայրս պիտի քանք եւ անոր մեջը պիտի փնագինք գերտամ բայց Սուրբ Հոգին պիտի կա հայրս Սուրբ Հոգին պիտի ուարգե այդ Սուրբ Հոգին ինձ մե պիտի առնե ցեզի պիտի դա այսինքն Սուրբ Երրորդությունը Սուրբ Հոգիով միասին հայրը եւ որդին իմ մեջս կփերե եւ անոնք իմ մեջս գաբրին Իմ էյությանս մեկ մասը գտարնան, ոչ թե այլապանական գերբով, ոչ թե փանաստեղծական խոսք լալով, ոչ թե միայն հիշադակ, իրապես Աստված, Քրիստոս իմ մեջս կաբրի։ Ասիգա նավագին մեջ Քրիստոսին ըլլալու եւ չըլլալու դարբերությունն է։ Գիմը իր կորձերը հավատացյալ գեմը իր կորձերը միշտ սխալ գնտանա, ինչ ընանը ցերկը գմնա, շատ այդպես հուջաբի մատնված է եւ միշտ կաոտ է եւ գսե որ ով դեր ուժերս չփավեր այլևս եւ այդ քիշեր երազը գտեսնը երազին մեջ դունին մեջն է թուրը գտագվի եւ գիտե որ Թրան յետևը Հիսուս կա, ով է գսե որ Հիսուս ես եմ, գինը դունը գնայի, ամեն ինչ տակնու վրա է, գսկսի մակրելու, շտգելու, սպասե գսե, քիչ մի սպասե, դունս հարմար չէ քեզի թիմավորելու, գուզե մակրել, բայց մակրած զադենը փոշիները ավելի շատ կբարձրանան, զարգամանը գշտգե, ուրիշ Փամմգ գինա Այդպես ինքը քրդինքներու մեջ կմնա եւ Հիսուս թուրը գզարնե գսե որ փած կանալ գսե որ սպասե դունս քեզի արժանի չէ Բայց ի վերջո հուսահապ գերբով թուրը գփանա Հիսուս ներս կմտնե գսե որ դեր ներողություն իմ դունս քեզ հարմար չէ շատ աղդոդ է տակնուվրայ եւ ես չգրսա շտկել Հիսուս կշփտի գինը յետև գնայի որ ամեն ինչ շտկվեր է ամեն ինչ մաքուր է եւ այդպես կարթնա ուրեմն Հիսուս նավագին դուրսն է եւ նավագը դեռ չի հասնիր Հիսուս նավակ կմտնե եւ անմիջապես նավագը կհասնի իր դերը Հիսուս քու կյանքիդ մեջ է թե անոր հիշադակը գա Առաջին փաստերն մեկը այդ է որ եթե Հիսուս քու կյանքդ ներս մտածե քու կյանքդ կանոնավորելու կսկսի Արդակին աշխարհի մեջ խնդիրներ գլուծվի չեմ ասար բայց քու կյանքիդ մեջ քու հոգիդ մեջ կանոնավորություն կփերը իմաստ կփերը եւ դու կհասկնաս որ քու կյանքիդ նպատակը Աստված քու մեջդ առնելն է եղեր, Աստուծո հետ միանալն է եղեր։ Մեկը հերադեսիլ կքնե, դու փովգարնե, ամեն ինչ կգադարե, ճիրքին համացայն, բայց չաշխատիր։ Ինչպես չաշխատիր, ի վերջո ինքը նորոքոմը կգանչե, գսե որ Այս հերադեսիրի չաշխատիր պետք է ետ տանք, մարդը գնայի, ֆիշը գտնե և գաշխատի, ամեն ինչ ուրած է, բայց
Ֆիշը տնել մորցածը։ Ուրեմն ինչպես որ հերադեսիլը առանց էլեկտրականության չաշխատիր, այդպես ալ մեր կյանքի նպատակը Աստուծո հետ միանալն է։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին պետք է կա մեր մեջը եւ պետք է ապրի։ Անոր առաջին նշանը այդ է, որ մեր ներքին աշխարհը շտկվելու կսկսի, կմխիթարվենք մենք, կհասկանանք կյանքի ուրիշ տեսակով, մեր ունեցածներով քուհանալ կհասկանանք եւ կհասկանանք, որ մեր կյանքի մեծակույն քանցն է մեր մեջը մտածը եւ անիկա մեր միտքի մեծակույն սպառնունքը կդառնա։ Այս երկրի նախագահը քուդունդ կա։ Մինչև որ քուդունդ է, ուրիշ բան գնաց մտածել։ Չես գնար, չէ՞։ Քուդունդ է եւ ինչպես պետք է կողցկես, մինչև որ երթա, ինքն է գետրոնը բոլոր ուշադրության, այդպես կդառնա։ Եվ հիմա դիեզերքի արարիչը քու մեջդ մտածե, քու մեջդ կա, քու ամբողջ միտքդ անոր հետ լեցված գլա։ Անոր հետ կարդնաս, անոր հետ կքնանաս եւ գաոթես որ երազիդ մեջ կա։ Ուրեմն ասիգա նշանն է որ Քրիստոս հիշադակ չէ, քու մեջդ ապրող իրականության վերածված է։ Քու կյանքիդ կետրոնն է։ Ամեն ինչ այդ կետրոնեն դուրս գելը, ամեն ինչ այդ կետրոնին ետ կդառնա։ Եվ Քրիստոս քու մեջդ է։ Քրիստոս երբ որ քու մեջդ է, ոչ թե որպես հիշադակ, մեկ ուրիշ բան կբադահի, անիգայալ հակասական է։ Այսինքն մեկ կողմեն մեծ մխիթարություն գսկաս, մյուս կողմեն շարունակ քու մեջդ քեզի գադարելության գանչող ցայմը գլա։ Քեզի գսե որ քող միլլար թուն քեզմե։ Թուն քեզմե քող միլլար, շտկելի կողմեր ունիս, մեղքեր ունիս, մակրակորձելիք, շարունակե գադարյալը լալ, որովհետև պետք է գադարյալը լակ, ինչպես ծեր երկնավոր հայրը գադարյալ է, հետևաբար, եթե քու սիրտիդ մեջ, իմ քիծածս բավական է քրիստոնեության, եւ ես շատ լավ եմ քրիստոնեության, ես 100 հատ համար անկոց սորվեր եմ ավետարանեն, լավ եմ ես, խեջ մեղավորները, բայց ես շատ կոհեմ, ուշադիր եղիր, փարիսեցի եղած ես։ Քրիստոսի շադագը գա քու մեջդ միայն։ Եթե Քրիստոս գա քու մեջդ, թե գմխիթարե, թե քեզի աշակերտ կդարձնե եւ նաեւ գչախե, գքննաթադե, գմակրակորձե, գցավցնե, գսաստե, այս երկուքը հագասական չէ, որովհետեւ քեզի գադարեության գգանչե ապրո Քրիստոսը։ Աշակերտության ամենամեծ հաճույքը ինչ է։ Ուսուցիչը հասարան չմտնե։ Գիտեմ որ ուսուցիչ կա, գիտեմ որ պետք է դաս սորվին, բայց երբ որ ուսուցիչ կա, շատ աղավոր է։ Տոնգա։ Որովհետև երբ որ ուսուցիչ կա, հոնդե խիստ նայված մը գա, հոնդե քննություն մը գա, հոնդե քուլուխը աշխատցնելիք, դժվարության մատնվելիք վիճակ մը գա։ Անոր համար ապրո Քրիստոսը այս բոլորը գնե քու մեջդ։ Իսկ երկրորդը ասինք որ նավակը եկեղեցին է նաև։ Հետևաբար եկեղեցիներն ալ այդպես Քրիստոսի հիշադակով կբավարարվին կամ ապրո Քրիստոսը այդ եկեղեցիներուն մեջն է։ Մենք որ մեկն ենք, ինչ է չափանիշը, ուրդե մի գիտնանք, որ Քրիստոսի շադագով կբավարարվենք մենք։ Այսօր պատարակ կա, սուրբ պատարակ կա, քարոզ կա, երկչախում կա, մեր սուրբ եկեղեցին մեջն ենք, մեր հայրերու ավանդությունը այս կիրակի ևս կրկնեցինք, ասիգա Քրիստոսը մեր մեջն է, թե պարզապես հիշադակը մեզի հետ է։
Երբ որ երկեցին Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, իրար ողջունեցինք, իրապես Քրիստոսի մեր մեջն է, թե Քրիստոսի շադագը մեր մեջն է։ Ուտեղ եմ մի դասկնանք, ուրեմն որոշ չափանիշներ կան։ Երբ որ եկեղեցիները խնդրո արարգայեն, հայտնության քիրքին մեջ 7 եկեղեցիներ կան։ Էքեյականի շրջանը, այսինքն մեր երկիրը։ Եվ այդ եկեղեցիներուն Հիսուս կխոսի, երբեմն լավ, երբեմն գչախը։ Վերջին եկեղեցին, Լաոդիկիայի եկեղեցին, վերջին եկեղեցին կխորհրդանշե։ Այսինքն այդ 7 եկեղեցիները 7 թարաշրջաններ են եկեղեցին անցած։ Մեկնաբանիչները մեծավ մասամբ այդպես կմեկնեն։ Հետևաբար այս Լաոդիկիա եկեղեցին երկու աստարարություն ունի Քրիստոսը։ Գսես որ հարուստ եմ, հարուստացա, ոչ մեկ բանի պետք չունիմ, բայց չես տեսներ, թե մուրացկանի հագուստներով հագվերես։ Իսկ երկրորդը գսե որ ոչ դակես, ոչ բահես, այլ կախչես, անոր համար պիտի փսխեմ քու քեզի իմ պերնես, իմ մեջես, երանի բաղլայիր կամ դակլայիր, իմանայի թեն թութ թուն ով ես։ Ուրեմն եկեղեցի այս հատկությունը մենք 20-րդ դարու եւ 21-րդ դարու եկեղեցին մեջ հստակ կտեսնենք եւ հայ եկեղեցինալ զերծ չէ այս խնդիրներն։ Ուրեմն Դեր Հիսուս Քրիստոսի մասին երբ որ մենք կմտածենք 20-րդ դարուն ճիդությունը երբ որ բարձրացավ, բազմացավ եւ մարդիկ կրթությամբ ավելի սկսան ապրելու իրենց միտքով, հատկապես կրթված մարդիկ, երբ որ ավետարանին Աստվածաշունչին նայեցան, ասին որ ասիգա մեր խելքը չընդունիր։ Հիսուս ճուրին վրա չկալեր, ճուրին վրա մարդ չկալեր։ Հրաշքներ քույություն չեն գնար ունենալ։ Սատանան, թևերը, հրեշտակները չեն գնար, որովհետև մեր միտքը չմփռներ։ Ինչ որ մեր միտքը չմփռներ, ինչ որ ռացիոնալ չէ, հետևաբար մենք պետք է մակրակորձենք Աստվածաշունչը այսպիսի բաներն եւ պետք է անիգա միտքով ըմբռնելու, միտքով ընդունելու վիճակի փառանք։ Այսինքն դե միթոլոգիզինգ ասված, այսինքն միթոլոգի գիտեք, առասպելական, առասպելազերծ ունելու շարժումը սկսավ, հատկապես Գերմանիո աստվածապաններուն մեջ լիբերալ թեոլոգի ասված, հետևաբար քերբնականը հետսեդե հերասվեցավ եկեղեցիան։ Ուրեմն ճուրին վրա քալեցո Քրիստոսը անհանգիստ ունելու սկսավ մարդիկը հավատացյալները եւ սկսան գրոնքը զիջել փարոյականության։ Գրոնքի նպատակը ինչ է, փարի մարդը ստեղծել է։ Պետք է փարի քնենք։ Քրիստոսը սավոր Աստված սերը, ուրեմն անոր վրա շեշտ տնենք մենք։ Այդ քերբնական բաները եւ այլն պետք է շատ խոսենք, պետք է խոսենք թևերու մասին, թևը սելով բամը չկա։ Մեր միտքը չարներ։ Ուրեմն անոր աստեցությունը եկեղեցիներուն մեջ, եկեղեցականներու մեջ, գրթված եկեղեցականներու մեջ տարածվեցավ եւ այդպեսով քերբնականը եկեղեցական կյանքեն հերու բռնո հասկացությունը դեր ունեցավ։ Եվ այսպեսով, եթե Քրիստոս գա, քերբնականը գա, սիրելիներ։ Եթե Քրիստոս գա, հրաշքը գա։
Եթե Քրիստոս կա, Աստված կա, Աստուծմով ամեն ինչ կարելի է։ Եթե քերբնական Քրիստոսը հերու բահեք, այնադեն անիգա Հիսուս չէ, միայն Հիսուսի հիշադակն է։ Ցեր գոմե վերամեկնաբանված Քրիստոսն է։ Ցեր բարի Քրիստոսն է, ցեր բարի վարդապետն է։ Իսկ Քրիստոսը ուրիշ բան է։ Քրիստոսը ապրո Աստված է եւ եկեղեցին մեջ է, այնադեն կդարբերի։ Եկեղեցին մեջ Քրիստոսը ինչպես կրնա չլալ, երբ որ ամեն ինչ անոր մասին է, ամեն ինչ անոր շուրջը գտարնա, որովհետև ամեն ինչ մեր թուրսը գրնա թարնալ, բայց մեր մեջը պետք է մտնե, չէ՞։ Հիմա ձովեզեր կացեք, ճուրին մեջ են կարմը արեք։ Միլիոնավոր դարիները ճուրին մեջն է այդ կարը, և թաց է, այդպես չէ, թաց է, որովհետև ճուրին մեջն է։ Հետո գոդրեցեք անիգա, ներսին նայեցեք, չոր է։ Ճուրը թուրսն է, բայց ներս չէ մտած։ Հետևաբար Քրիստոսին մասին մեր բادرակները, մեր քարոզները ճուրի պես գլեցնե մեր շուրջը, բայց կրնա ներսի չլալ, որովհետև գրոնք ասված բանը այնքան հարուստ է, որ մենք գրոնքով գրնանք զբաղվել առանց Քրիստոսը մեր մեջ առնելու։ Ամենեն լավ արվեստը եկեղեցին մեջն է, ճարտարապետության նայեցեք։ Ամենեն լավ երգեցողությունը, երաժշտությունը եկեղեցին մեջն է։ Մեկը գրնա ամբողջ կյանքը նվիրել եկեղեցական երաժշտության շարականները սորվելու։ Եկեղեցին մեջն է ամենեն փառավոր պատմությունը։ Օրմանյանը 300 խոշոր քիրքեր գրած է, բայց չփավերանիկա։ Այնքան հարուստ է, մեկը գրնա եկեղեցական պատմությամբ զբաղվել եւ փավարարվել։ Աստվածաշունչը այդպես է։ Ուրեմն, սիրելիներ, պետք է Քրիստոս եկեղեցիան ներս ըլլա, եկեղեցիան ներս մտնա։ Ավոր անեկդոտ մը գա, Ամերիկայի մեջ սևամորտ մը հավատացյալ գտարնա, իր կյանքը կփոխվի, մեծ ուրախություն կսկա իր մեջը, հետո գիրագոր մը գարթնա եւ իր եկեղեցին երթալ գուսե, սևամորթերու եկեղեցին, բայց ճամփան կալածադենը բոդայի մեջ եկեղեցի կտեսնե ցայներ գուքան, շատ քեեցիկ ցայներ գուքան եւ ամիջապես իրենք գուսան երթալ, ինքը գուզե մտնել հոն, գմտնե ներս եւ իր քայլը գնեդե երկու հսկամարտ կդնգվի, գսե որ քու դերդ այստեղ չէ, սևամորթերու եկեղեցին անտին է, թուն սխալ եկած ես, գսե որ բայց ես լսեցի գաոթե Քրիստոսին, ես ալ Քրիստոսին գհավադամ, գուզեմ հոստե մնալ, չէ գսեն, չես կրնար մնալ, հոստե մենք սևերը չենք ընդունիր, և մարդը քիչ մը կթիմանա, թուրս կնետեն, հարգավ շատ կդխրի, այդ կիշեր գաոթե, լալով, գսե որ ինչու ինձի չընդունեցին քու եկեղեցիդ մեջ, Քրիստոսը գուկա, գսե ինչու գուլաս, դեր չընդունեցին քու եկեղեցիդ մեջ ինձի, Քրիստոս գսե որ միլար գսե անոնք ինձիալ չեն ընդունիր, անոնք ինձիալ չեն ընդունած, բայց գսե ամենեն լավ երգերը երգեին անոնք, ամենեն լավ աղոթները գնեին, քեզի շատ սիրելու ցևեր ունեին,
այո բայց ինձի իրենց մեջը չէին առներ։ Եկեղեցիմը, որուն մեջ եթե Քրիստոսը գա, ապրող Քրիստոսը գա, այնադեն միայն հիշադակը չլար։ Այդ եկեղեցին մեջ նախ եւ առաջ հովվական աշխատանք կդարվի, այսինքն եկողներով կսպաղվի, հարցումներուն պատասխան կդրվի, մանուկներուն եւ երիտասարդներուն հետ կսպաղվի եւ անոնք հոն Քրիստոսը կգտնեն եւ կմեծնան։ Այդ եկեղեցին մեջ համերաշխություն կլա, Քրիստոսի սերը գաբրին անդամները։ Այդ եկեղեցին մեջ ամենեն կարևոր բանը Աստուծո խոսքն է եւ Աստուծո խոսքը խոսիլ եւ հասկացնելն է։ Եթե Քրիստոս կա եկեղեցին մեջ եւ Քրիստոսը ընդունած են, այդ եկեղեցին Քրիստոսին վգան կդառնա։ Այդ եկեղեցին դուրս կժայթքի, դուրս կբորտկա։ Անորամար առաքելակորս կորձունեություն կունենա եկեղեցին։ Հետևաբար, երբ որ մենք նայենք հայ առաքելական եկեղեցու անցյալին, հոն կատարված հաջողություններուն պետք է բավարարվենք։ Պետք է հարցնենք, թե այսօր ինչ վիճակի ենք մենք։ Այսօր հայ առաքելական եկեղեցին մեծ խնդիրներու հետ թեմ հանդիման են, որովհետև մեր եկեղեցին մեր ասկին պես չարդ տեսած է։ Հազարավոր եկեղեցականներ եւ եկեղեցիներ գործունեությունք մենք։ Հայաստանի մեջ համայնավարություն եկավ եւ իրենց իդեոլոգիներ անաստվածությունը եւ իրենք չարդոնեցին, որ եկեղեցին եկեղեցի լա։ Իրենք միայն արդոնեցին եկեղեցին, եթե Քրիստոսը դուրսն է եկեղեցին։ Միայն ցևը բահեցին, միայն ցևը բահել արդոնեցին։ Եվ այդ ցևական եկեղեցին շարունակվեցավ։ Հետևաբար անոր մեջ հարգավ թե հավատքը լուրջ առնո, Քրիստոսը իր մեջ առնո եկեղեցականներ եւ հավատացյալներ գային, բայց մեծավ մասավ Իսպուրքի մեջ եւ Հայաստանի մեջ հայ առաքելական եկեղեցին եւ անոր զավակները Քրիստոսի հիշադակը ունին։ Փաստ գուզեք մեր եկեղեցի լրությունը, այսինքն լմանությունը երբ մեջտեղ գուկա, երեք տոներուն մեջ, ծնունդին, զադիգին եւ Աստվածածնի տոնը։ Այնադեն հայ ասկը եկեղեցին գուկա։ Ինչու համար, որովհետև Հիսուսի հիշադակը ունին իրենց միտքին մեջ։ Հետո տոնը գանցնի, ժողովուրդը չկա։ Եկեղեցի սած փանը տալ, սիրելիներ, հավատացյալներու ժողովն է, այս շենքը չէ։ Այս շենքը լեցվն է, մենք պետք չէ կողլանք, որովհետև այս տաղին մեջ հազարավորներ գաբրին։ Եթե եկեղեցին իր հավատացյալներով լեցուն լար, այսինքն հայ առաքելական եկեղեցիները չեն փավեր նույնիսկ, բայց հիմա կտեսնենք բարավ են։ Ուրեմն բաները սխալ է։ Պետք է Քրիստոսը կանչենք եւ պետք է խոստովանենք մեր մեղքերը։ Առաջավորած բախքն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ որ հայ ասկը գուսեր մգրդել 5 օրվա բախք բահեցություն աբաշխարության շրջան դրավ, որովհետեւ պետք է մենք խորաբես անդրադառնանք միայն Քրիստոսի հիշադակը չի փավեր մեզ, պետք է Քրիստոսը կա Հայր եւ Սուրբ Հոգի հետ միասին կա եւ մեր մեջը փնագի անհադաբես եւ հավաքապար։ Այդ է մեր փրկությունը եւ մեր կյանքը շտկելը։